փորձարկություններ եմ կատարում, տեսնեմ դուրս եմ գալիս ես ամբողջությամբ, մի քիչ հատ եմ կրացել ժողովուրդ, ես գիտեմ, որ մի քիչ հեռու է լինում, բայց ամեն դեպքում երևի սենց ավելի լավ եք տեսնում ձեր անայդիչկային։ Հիմա ռոքֆորը, սոուսի ռոքֆորն արված էր, արդեն լրիվ պատրաստել եմ զագադովկա, սրանք էլ եմ պատրաստել, այծի պանիրը, հացի վրա արդեն, սա գնում է նինջա և պատրաստեմ վերջին րոպեին։ Կարտոֆիլը նորից լրիվ պատրաստում է, հիմա բեկոնն եմ անում, սուտն արել եմ, միսը հետո կանենք, կարևորը տորտը գնեցին և հիմա ես գնամ երևի գերեզմաններ։ Գնամ գերեզմաններ, ժամը 11:20 է, մերոնք դեռ աշխատում են, ինձ թվում է մենք ռուզան ժամը 1-ից ուշ չենք։ Ինչ են աշխատում, ձերոնք ինչ են անում։ Դուրս են եկել ինչ են անում, գիտեն։ Հա, գիտեմ, ոչ չգիտեմ, ասեմ կոնդիցիաներն են։ Բա հիմա տեսնում եք տարբերությունը, մաման միակ բերանը բացեց կոնդիցիաներ եմ ես ուզում։ Դա պետք է անպայման կատարածվի։ Վալա։ Մոբիլիզանում եմ հաղբերս, տղես, բոլորը, մենք գնացինք կապերն առանք, եկան։ Այո, և ես ցանկանում եմ, որ բոլորը լինեք այդպես այս մտավոր հետամնաց կին։ Դա է առավելությունը իմ մոր և ձեր պատկերացած մայրերի։ Եվ ես գիտեմ, որ այսօր շատ կանայք, ովքեր ու հետ, որ ես շփվել եմ և շփվում եմ իմ լավ հետևորդությունները, բոլորը մտածում են ինպես և ես իրենց տեսա, բոլորը խնամված, հրաշալի կանայք են և իրանց երեխաները իրենց, ինչ ասեմ, հարգում են իրենց էությունը, դա լինի բոլորը, դա է խոսքս։ Հիմա ես բեկոնն անում եմ, որոշեցի սալատը դնեմ 2 մասի և ես մոռացել եմ, որ իմ սոուսս արդեն վերջացած է, ես հիմա այն կպատրաստեմ, սա այսպես, ժողովուրդ տեսնում եք, չէ՞, դուք իհարկե տեսնում եք, մոտիկից եմ դրել, ինչքան հնարավորությունն է մոտիկից եմ դրել, մի վայրկյան, մի քիչ էլ իջացնեմ, ուրեմն քանի որ իմ եղբայրը, իմ սիրելի եղբայրը չի սիրում այծի պանիր, դրա համար ես այծի պանիր առանձին ափսեների մեջ եմ դնելու, արդեն տաքացած մեղրով, հիմա ես սարքեմ իմ սոսը, բալզամիկ կրեմը, սիրոտ ագավը, սա դնենք մի կողմյակով, որպես սզի օգտագործենք, սա մոմերն է, պատրաստել եմ այս ափսեն, պաշտետի և թթուվարունգ, խոզի պաշտետ է շատ ընտիր, գյուղական, ավոկադոն լվանան, պամիդոր, որոշել է խաչապուրի դնել, բայց մեր ջղայնացած եմ խաչապուրի վրա, երեխեքյան ինքան եմ կերել, դարել եմ բան, թմբլի գմբլի բոքոնիկ։ Ինչի եմ բացել սառնարանը, էլ ինչ է դիսպետ հանելու, բեկոնը, սոսը, անայդիչկայի սոսը պետք է պատրաստեք, մերոնք սիրում են այս սոսը, դե որ սիրում են այս սոսը, կպատրաստենք այս սոսը։ Դենա միա ձետ բերեմ, բանի խաղողի որիզի, ձեթը, այ այսպես է ողքը, սա, այստեղ դնենք, սա, այ այստեղ, վալա, ինչ է մեզ պետք, 600 գրամ ընդհանուր այդ բանի համար, մեզ պետք է 2 թեյի գտալ գարչիցա, գիտեք չէ, կյանքում գարչիցան լեզուր չեմ դրել, որովհետև հնարավորություն ունեմ, եթե չեմ փորձել, չեմ փորձի, բայց սենց բաների մեջ ուտում եմ։ Պտղունձախ, ամենակարևորը, տղպեղ, նայեք, լավ նայեք ժողովուրդ ջան, 400 գրամ, ընդհանուրը 600 գրամի, 200 գրամ պետք է քացախ, 200 գրամ քացախ, 400 գրամ ձեթ,
Բայց քանի որ Դերանայիդը խառնուրդներ է անում, գրամների մոմենտը կորցնում մոտավորապես է լուսնում։ Հիմա ես կրեմ եմ անում, սրանից եկար Երևանում երեխեք կրեմ բալզամիկ, մի քիչ խիտ թող լինի, վալա։ Ուլալա, բալզամիկ չունեմ։ Ասա, Անահիտ, ինչ չունես, այ Անահիտը չկա։ Բալզամիկ, եմ 150։ Տանիքի մեն երեխեք նենց վախեցա։ Մայիսը տանիքում է կավերն անում, Հակոբը ներքևն է։ Եվ ավելացնում եմ խաղողի կորիզի ձետ։ Երևանում կար, տեսել եմ, եթե չեմ սխալվում, CT-ում էր, նկարել եմ, եթե չեմ սխալվում։ Շատ օգտակար է երեխեք ջան սա, ասեմ ձեզ իմացեք։ Եվ մաշկի համար, ամեն ինչի համար, տիկին ջան քո համար, ուղեղիդ համար, որ մի քիչ զարգանաս, զարգավորվես, ասել լեննականցիներին, զարգանաս ու զարգավորվես։ Զգուշ լինեմ, որտեղ երբեմն վտարներ է կատարում Դերանայիդ տշկայի հետ, գազը բաց թողնեմ։ Եվ փոքրիկ գնամամաններ բերեմ, որ դնեմ սեղանին։ Ռուզան այդային գերն է գալիս։ Տեսնենք Հակոբի ինչ կարելի է, ինչ դեպքի է։ Ջան։ Ամեն ինչ արել է առավոտյան, տեսակ, առավոտվա ժամը 6:30-ից ես արթուն եմ, լավորիչ էի արթուն եմ, ես ամանա ուղակի հրաշք, ուր-արա, նայեք, տեսեք, բայչուտողին, գիտեք ինչ արել, եկեք ես, դնեմ մեջը մի քիչ, և ամենակարևորը, մի քիչ եկի ու անջատեմ ու թողնեմ մեջը, լոլիկը լվանամ, ամեն ինչ տանը, որ այնից տղճով դրամ ծաղիկները եմ դրետանում կեսուրից գերեզմանին, սա լցնենք մեջը, դրենք արդեն սեղանին, տեսնեք գուստոյությունը, իր այդ խտությունը ինչ լավն է։ Ես գարչիցան ինչ լավ չի եղել, տարօրինակ է։ Ավելացնում ենք ընկույզ, մի քիչ, որը սիրում եմ ընկույզը սիրելանես, հետը անջատվել է, որտեղ աղավոր արդեն դուրսը որ արել, տունը նենց է տաքանում, տխայք է լինում։ Հիմա ես այցի պանիրը պատրաստեմ ինքը 10 րոպեում եփում է լավ։
Իդեա, սիրելիներս։ Բանի չարեց ես անգամ, որտև ուրիշ բան է նախատեսված։ Այսպես, բարա, սա այստեղ, որպեսի չմոռանանք։ Սա գնում է այստեղ։ Գնացիք, ինձ ես կարտոֆիլ անջատեմ, բրոկվոլի սոսը պատրաստել, հետո միսը հետո։ Ժողովուրդ ջան, պայուսակս վերցել եմ, զգում եմ, որ բանա, թեթև է։ Ահա և ծաղիկները, քրիզանթեմները, սրանք արհեստականներն են, գնամ մի քիչ մաքրտեմ։ Դուրս եկա սիրելիներս, գնում եմ տեսակ ծաղիկները տանեմ, տեղավորեմ, մի քիչ մաքրեմ, տեքրս էլ է գալու վաղը, կարծեմ, եթե չեմ սխալում, ասես կամ վաղը կամ մյուս օրը, ստուպա վաղը կգա, կամ շաբաթ օրը, չգիտեմ երևի թե, ու կամ շարունակեմ գործս, չնայած ամեն ինչ արված է արդեն, ուղղակի ձեզ ցույց եմ տալիս ձեզ, որ դուք էլ վայելեք, այս բնությունը գիտեմ, որ շատ եք սիրում։ Գեղեցիկ է աշունը իր գույներով։ Ես շորտը դուք տեսաք, որ գցել էի, այդ մեր մոտի փոքրիկ գետն է, որը ուղղակի, ինչ ասեմ, հրաշք, ոնց որ դրախտում լինես։ Եթե ես խիղճս կորցնեմ եւ անընդմեջ նկարեմ ձեզ բնություն, ինձ թվում է դուք կհարբեք։ Մանավանդ որ մենք այնտեղ որտեղ ապրում ենք, շատ հետաքրքիր վիլաժներ կան, շատ հետաքրքիր տեղեր կան, եւ ես այսքան ժամանակ նայել եմ, ուղղակի սենց նորմալ է, դա մերն է, բայց որ շփում ես մի քանի տարբեր տեղերի եւ զգում ես, որ իրոք դու ապրում ես դրախտավայրում։ Եվ ես համաձայն եմ իմ սիրելի Մարիամի հետ, ով է նոր ինձ մի երկար մեսաժ էր ուղարկել ըստ գյուղերի, ըստ մարդկանց ապրելատեղի, ռայոնների, շրջանների եւ ամենակարևորն ասեմ ձեզ եւ ամենակարևորն ասեմ ձեզ իր ճիշտ մեկնաբանությունը, որ յուրաքանչյուր մարզ ունի իր բնությունը եւ ըստ մարզերի բնավորությունները մարդիկ այդ տիպի են, օրինակ լորեցիկ ասում են, ճիշտ է ասում, լորեցիներն ասում են միամիտ չեն, բարի են, լորեցիկ շատ բարի են, այդ հենց էլ իրանց բնությունն է, արտակարգ, sense բարի եւ բարությունից բացի պարզ է շատ, արտաշատը ճիշտ է ասում, հարթավայր է եւ մարդիկ շատ ճիշտ հարթ գնում են իրար։ Լեննականը Գյումրին մարդիկ ջանով ավելի լեննականցիներն ավելի բոյով զդարովի են, խոսում են, ինչ ասեմ, բարձր եւ այդ ամենը իրանց բնավորությունը համապատասխանում է իր բնության հետ։ Ղարաբաղցիք մի ուրիշ ձև, այսինքն ճիշտ է ասում, բնությունը դա նման է մարդկանց այդ տվյալ մարդկանց ապրող մարդկանց բնավորությանը։ Դե լավ, գնացինք սիրելիներս։ Ռուզան հես այ դարձելանայի մեշայա նայ Հա տեսնում ես իշլավը ոնց աճելա դե քաումա բայց էլի քոկերը մնում է նույնից աճում է Այդ ոնց է վիշնյան լրիվ տերևա թափ է եղել, ծրվել է խեղճ վիշնյան։ Վիշնյան շատ Վիշնա թլնայել է, ոնց է ծրվել։ Ջան Դավիթս եկավ իդ հենարանը դրեց, թե չէ լրիվ պարգել էր, գիտես եմա չկար։ Հա, գիտեմ։
Դրա վերջը եկել։ Այս 18 տարվա մեջ այն ծառ են, թթի ծառ են, սուտ թթենի։ Ես որ Չես ոնց է բարձրացել։ Չիլդում անա։ Բա։ Հələ հարիս կողմից նա իմա։ Կտրիչ սակոին կանչեք։ Կտրիչ սա։ Այ մայիսի ստեղա։ Ժողովուրդ նենց եղանակա մեր մոտ, գարունը վերադարձել է։ Երեկվա եղանակ։ Երեք ցուրտ էր, հա։ Եղանակ է։ Երեք ցուրտ էր, այսօր ընտիր եղանակա։ Հետա, հենա, ժողովուրդն աշխատում են, գրոց ու գրոց։ Ուրեմն ես ձեզ ասել էի, չէ՞ որ ջեռոցս ճապոներեն էր գրված։ Պարզվում է ոչ թե ինչ որ ես իմ մեղավորությունն ա եղել, պիտի անջատեինք, միացնեինք ամբողջ գեներատորը, նոր աշխատես նոր։ Ախպերս անջատել էր, հա, Հակոբը անջատեց, որ ամբողջ էլեկտրական ջան 40 րոպե։ Ռուբիլնիկները։ Հա, անջատեց հիմա նոր աշխատում է։ Դու կարայ շտեպցելից հոսանքից անջատեր, նորից միացներ։ Հետևն է, մեբելի հետևն է, չի կարա։ Հա, լավ։ Ընդանուր անջատ։ Ընդանուր կարայ ռուբիլնիկն անջատ։ Ասեմ ճանջերի համար որ կա։ Հա, տեսել եմ։ Ինչ է, մոտ հայտնաբերությունը։ Հանկարծ քշերը մտածեցի, անայդն էստեղ չէր։ Անայդն էստեղ չէր, Երևանում էր։ Բայց ես գոքնոցս անեն սիրում։ Բա դա նորությունն է, գյուտարար սաթոնա։ Գյուտարար սաթիկը։ Մի խոսքով էս։ Կոդը մնացել էր։ Հելա գնացի առայեկա, դրեցին դրան վրա, տեսնեմ ու ասեցին բարձրությունը հերիք կանի, ուղիղ բարձրացա, կրուճոկ սարքեցի, կողքից գցեցի, քիփ ֆիքսուվա։ Մեր ոչ ճանճակալի վիլ ոզակա գալիս ամառվայի շոկին, դաժե բաց եմ թողել դուրը լրի, որ կարողացել եմ սկվայզականի, կարողացել եմ որ քնեմ, հա։ Նավա այդ դեպը ուրախացա։ Հենց ես դրան վրա հագցնում, այդ մի կողմ բացա թողում, են մի թուր ուղտագործում։ Մալացեց։ Բարի լույս սիրելիներս։ Ուրեմն օրը իմ լավ հետևորդուներից մեկը Անա ջան, այնքան եմ սիրում, որ ամեն օր քո լուկը ցույց ես տալի։ Ահա այսօրվա իմ լուկը սա է։ Այս վերնաշապիկի կանաչ կակին խակին դուք տեսել եք արդեն, նոր եմ գնել կապույտը։ Ես ընդհանրապես կապույտ չէի սիրում, բայց այս վերջերս դուրս գալիս է Ջինսի ստաբատ եւ այս նյու բալանսներն եմ հագի, սրանք դուրսը լավ տակած, այն մեկելներ, այն բաները, հոկաները այնքան շոկացնում է ոտքերս։ Այսօր ունենք ահագին գործեր։ Այսօր գնում եմ մի քանի խանութ, պիտի մտնեմ վաղը Դավիթից ծննդյան տարեդարձն, ուզում եմ մի հատ տորտ գնեմ, ուզում եմ մի քանի տենց կուրսը գնեմ անելու, կեսօրին պիտի հացնենք, երեկոյան ինքը ընկերների հետ է։ Եվ պետք է գնեմ ֆրիտոզ, որովհետև ես ունեմ air-fryer-ը, բայց ասեմ ձեզ նինջան երբեմն իսկական ֆրի, որ անում ես այդ ռեստորանային, այն նրանով լավ է լինում, ձեթով շատ շուշուտ չեմ անի, բայց սենց մեկ-մեկ, այսօր Դավիթը իր ընկերներն են գալու երեկոյան, իրար հետ պիտի հաց ուտեն, այդպիսի բաներ սիրելիներս, դե լավ գնացինք։ Երկար բարակ մտածեցի դեղ խմեմ, թե չխմեմ, ես մեջքս կտրվում է երկու մասից։ Ասեցի կարող է անցնի, այդ կոտին կապում եմ, առավոտը մի քիչ մաքրեցի տները, դե ժողովուրդներ եկես երկու օրը մեր տունը լիքը ժողովուրդ էր։ Երկար մտածելուց հետո ասի գրողու սև ցավ կանի թե կանցնի ու մի հատ դոլիպրան խմեցի, պարացետամոլ եւ միգուցե թե հանգստացնի, բայց չեմ կարծում։ Ես ընդհանրապես դեղեր աշխատում շատ չխմել, իմ ցավերը, որ տալիս արտիկուլյացիայի դե սպորտից հետո մի քիչ շատ եք անարել, անցել, ես տաք դուշն ա օգնում շատ, իսկ նրանք ովքեր ներվայիններ են եւ չեն կարողանում դիտել նորմալ մարդկանց յութուբյան ալիքներ, ինստագրամյան եւ շատ վատ բաներ են ցանկանում գրել, ձեզ խորհուրդ կտամ սառը դուշի տակ մտնեք, նենց է հանգստացնում, այդ մարդիկ ովքեր որ կան տես բաներ են գրում, իրանք դաժե իրանց հանգստացնում է հայոյանքները, իրանց պատասխանները, զարմանալի է, զարմանալի, մարդը բացի կոմպլիմենտից, ինչ է ցանկանում, ժողովուրդը, ուի, վալա, ժողովուրդը եկա դաղթի, այս խանութը եկել եմ, որ գնեմ բան է, ֆրիի համար աման, հատուկ, ճիշտ ասած սրանից ունեի, փչացար իմը, այս սրանից էր, հիմա ես ուզում եմ, որպեսի ինքը լիներ տեսել եմ ինտերնետով դվայնոյա, որ
միանգամից դնում ես կամ շատ, կամ երկու տարբեր բան ես անում։ Հիմա տեսնենք հələ նայումա, տեսնի կա պահեստում։ Մարոժնի պատրաստելու նինջան, նինջա։ Ես սամից տեսա դեմոնստրացիան, ասում են վատը չի, կոկտեյլ, մարոժնի, տենց ինչ-որ բաներ։ Դե ինչ սիրելիներս, ես ավարտեցի իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ ամենալավը, առողջություն, երջանկություն եւ սեր բոլորիդ ընտանիքում։ Ես ճանապարհեցի իմ հյուրերին, այսօր դուրս եկա իմ գործերով եւ սպասում եմ այսօր երեկոյան երեխաներին։ Ձեզ ցանկանում եմ եւս մեկ անգամ բարի դիտում, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ սիրելիներս ասեմ ձեզ պակա, պակա։